պետք է անվստահություն հայտնեն։ Դուք ինչու անվստահություն հայտնեցիք։ Որտեղ ես իրոք հավատում եմ, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին ու այդ մեռյալ խոսք չի։ Եվ մենք տենում ենք, որ 2018 թվականից այս կողմ այդ իշխանությունը իրացնելու ռեալ գործիքակազմ չկա, այսինքն թղթի վրա դա գրված է, բայց տարատեսակ սպառնալիքներով, մանիպուլյացիաներով, մարդկանց վախի սարսափի մեջ պահելով վերարտադրվում է մի իշխանություն, որի վերարտադրությունը ողջամտորեն հնարավոր է մենակ այն դեպքում, երբ որ իշխանությունը ժողովրդին չի պատկանում, հա։ Կային ժամանակներ, երբ մարդիկ Հայաստանում հայտարարում էին, որ նույնիսկ եթե ընդդիմադիր թեկնածուն 100% հավաքեր, իրենք չէին թողնելու, որ ինքը ընտրվեր։ Հիմա նույն բարքերին ենք վերադարձել 90-ականների։ Դրա համար այս տեսակ նախաձեռնությունները ես նույնիսկ այլընտրանքային էլ չեմ համարում։ Ես սրանք համարում եմ բուն իրական ժողովրդական կամ արտահայտության դրսևորով ու համոզված եմ, որ ի վերջո Հայաստանում իշխանություն ձևավորվելու է, այո, ընտրություններով, այո, ժողովրդական կամ արտահայտությամբ, բայց դուրս այս դե ֆակտո իշխանությունների ռեպրեսիվ եւ կեղծարար ապարատից։ Այսինքն դուք այնուհանդերձ հավատում եք, որ փողոցով հնարավոր է։ Ես նեղ դետալների մեջ չուզեցա մտնել, հիմա ժողովրդական կամ արտահայտությունը տարբեր ձևերով կարող արտահայտվի, սա էլ է ժողովրդական կամ արտահայտության ձև, սա կարող փողոցում չդրվեց, կարող էր էլեկտրոնային լինել, այնպես որ ստե հարցը այդքան փողոց կամ չփողոցը չի, այլ իրական ժողովրդական կամ արտահայտությունը, որին սկզբունքորեն այո հավատում եմ։ Հա, կարծես եմ ձեր համար։